Առավոտյան 9-ին 60-ից բարձր տարիքի կանայք հեծանվային զբոսանքի են դուրս եկել օպերային թատրոնի շենքի բակում։ Արդեն մի քանի ամիս օրն այսպես են սկսում, անցնող դարձողների հիացմունքին արժանանում, որ այս տարիքում էլ է հնարավոր առողջ ապրելակերպ վարել։ Ես ինձ ավելի ջահելու, ավելի առույգ եմ զգում, գալուն ավելի սիրուն է դարձել, գույներն ավելի են շատացել, այն մռայլ գույները չկան, ուզում եմ ապրել։ Ճիշտն ասած, էմոցիաներ, ազատություն, թռիչք, ամեն ինչ։ Հռիփսիմեն հեծանիվ առաջին անգամ վարել է 70 տարեկանում։ Կյանքի դժվարին փուլն արտերկրում հաղթահարելուց հետո առողջացած վերադարձել է հայրենիք եւ երկար ժամանակ փնտրել այսպիսի միջավայր։ Ես համարձակություն ունեցա մասնակցել այս հեծանվա վազքին եւ այնպես սիրահարվեցի այս սպորտաձևին, որ իմ կյանքը առանց դրան չեմ պատկերացնում։ Եվ խորհուրդ կտամ մեր բոլոր տարեցներին, որոնք մի չնչին հնարավորության դեպքում անպայման օգտվեն։ Երբ որ մենք վարում ենք այս հեծանիվը, մեզ շատ տարեց մարդիկ են մոտենում, հիացմունքով են խոսում մեզ հետ, մենք էլ մեզ շատ լավ ենք զգում եւ խորհուրդ ենք տալիս, որ իրենք էլ անպայման օգտվեն նման ծառայություններից։ Իզաբելան ու Սուսանան վերջին անգամ հեծանիվ քշել էին դպրոցական տարիներին, իսկ այսօր այն նրանց համար ոչ միայն սպորտով զբաղվելու, այլև օրը ակտիվ ու բարձր տրամադրությամբ սկսելու հնարավորություն է։ Մի տեսակ թեթևություն եմ զգում հեծանիվը վարելուց հետո։ Ես շատ գոհ եմ Վերքատուր հասարակական կազմակերպությանը այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար։ Եվ գիտեք, ես մեր տարեցներին, մեր բոլոր կանանց խորհուրդ կտամ չվախենան, բոլորը օգտվեն, որովհետև իրոք սա առողջ ապրելակերպ է։ Կարծում եմ դուք ես ոնց ես զգում տարիքի վերաբերյալ, ասում եմ ջահել եմ, բոլորը զարմանում էին, բայց գիտեք ինչ, տունը նստելու ձանձրությունից հոգնում ես, չես իմանում ինչով զբաղվել, կարճ ասած, ջահելացել եմ, ուրախացել եմ եւ գիտեք ինչ, կյանքի համը նոր զգում եմ։ Նախաձեռնությունը ձեռքը տուր հասարակական կազմակերպությանն է, որին արդեն միացել է շուրջ 3 տասնյակ կին։ Նպատակն է ձևավորել նոր մշակույթ, փոխել հայ կանանց գիտակցությունը, որ այս տարիքում մայրիկի ու տատիկի դերից բացի պետք է նաև գեղեցիկ ու ինքնաբավ լինել։ Ծրագրի շրջանակում շատ կարևորում ենք ֆիզիկական ակտիվության բաղադրիչը եւ ներառել ենք, ինչպես տեսնում եք, հեծանվային զբոսանքը, որը նրանց համար գերագույն հաճույք է, այլ ոչ թե ինչ-որ պարտավորվածություն եւ ինչ-որ չափով ուզում ենք մշակույթ ձևավորել մեր հանրության ընկալման մեջ։ Շատ մարդիկ հետաքրքրվածությամբ, մեծ հաճույքով են նրանց նայում եւ վերաբերմունքը առողջ սերացման, ակտիվ երկարակեցության հանդեպ վստահ եմ, որ փոխվում է։ Ուրախությամբ են պատմում իրենց հեծանվարշավի մասին ու սիրով բոլորին հրավիրում միանալ նախաձեռնությանը։ Ծաղկանուշ Միրզոյան, Արամ Հարությունյան, լուրեր։